Շնորհակալ եմ շատ, նորին գերազանցություն դեսպաններ, հարգելի ներկաներ, հարգելի պարոն Սաֆարյան, Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, շատ կարևոր է, որ 2025 թվականի իրադարձությունները ամփոփելիս մենք չենք կարող դրանք վերցնել անջատ, եւ դա լավ է, որովհետեւ իրենք process-ի օրգանական շարունակության մաս են, եւ թերևս 2025 թվականի վերջին մեզ կամ 26 թվականի սկզբին մենք հասկանալիորեն ունենք այն տպավորությունը, որ 25 թվականին կուլմինացիան է տեղի ունեցել եւ դա դրական կուլմինացիա է, բայց իրականում process-ները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են եւ այս առումով ես 2025 թվականին չի առանձնացնի, չնայած ես ինքս էլ ամանորյա ուղերձում առանձնացրել եմ, որովհետև ուղերձը 25 թվականի մասին էր եւ բայց մյուս կողմից նույնիսկ այնտեղ ես ասացի, որ 24 թվականի իրադարձությունները, 25 թվականի իրադարձությունները, հիմա արդեն 26 թվականի իրադարձությունների մասին կարող ենք խոսել, առավել եւս հիմա ես այսօր առավոտյան արդեն առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին երեք արտաքին գործերի նախարարի եւ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIP նախագծի իրագործման շրջանակի մասին է, բայց ես ընդհանուր առմամբ ուզում եմ բոլորիս շնորհավորել եւ մեր տարածաշրջանին շնորհավորել եւ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի եւ խաղաղության ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին շնորհավորել, որովհետեւ տեսեք մենք պարոն Սաֆարյանն իր խոսքի մեջ նշեց, հիմա ճիշտն ասած այդպիսի նախադասությունները նախկինում շատ սովորական էին հնչում, ականջս հիմա ծակում են, այս վերջերս էլ կարծեմ միտեղ հանդիպման էինք, խոսացողներից մեկը ասեց այս օրհասական ժամանակներում, ասի կներեք, այս ժամանակները ինչի են օրհասական, կարակ բացատրեք, ինչ-որ բան բացեմ թողել, եւ պարոն Սաֆարյանն էլ ասաց վտանգների, մարտահրավերների մասին խոսեց, ես ուզում եմ ասել, որ Հայաստանի շուրջ իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում, Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի, առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել, ես սա ուզում եմ արձանագրել, եւ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել, եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ, եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են։ Ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում։ Մեր տարածաշրջանին արդեն ասցի ընդհանուր առմամբ, բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս բոլոր իրադարձությունները ի վերջո ո՞րն է իրադարձությունների մեկնարկի կետը։ Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին ոնց որ գագաթաժողովի ընթացքում քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։ Սա շատ կարևոր արձանագրում էր եւ ամեն ինչը սկսել է այդ կետից, որովհետեւ հենց այդ կետից է process-ը դրվել մի այնպիսի բանաձևի մեջ, որ անխուսափելիորեն իհարկե տարբեր սցենարներ կարող էին լինել, կարող էր նաեւ 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է, դրա պատճառների մասին ես խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել նաև այս process-ի հիմքում ուզում եմ ընդգծել
նաև Եվրամիության նախագահ Մակրոնի դերն եմ ուզում ընդգծել, Եվրամիության խորհրդի նախագահի դեր, Եվրամիության, որտեղ դրանից հետո շատ կարևոր մի բան տեղի ունեցավ։ Հայաստանում տեղակայվեց Եվրոպական միության քաղաքացիական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ առաքելություն։ Սա ես ուզում եմ, որ մենք այս իրադարձությունը հավուր պատշաճ չի գնահատենք, որովհետև դա որոշակի տարածություն բացեց Հայաստանի Հանրապետության համար ինքնահայեցման եւ մտածելու։ Այդ ամենից ի վերջո 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ ինչն էր մեր հետևությունը եւ մեր եզրակացությունը եւ ինչ փոխվեց ընդհանրապես։ Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։